Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում արյունալի մարտեր են տեղի ունեցել թմրակարտելների խոշոր ցանց ղեկավարող Կարմիր հրամանատարության դեմ։ Այդպես է կոչվում թմրաբիզնեսով զբաղվող բանդան։ Ըստ վերլուծաբանների, սա Ռիո դե Ժանեյրոյի նահանգի պատմության ամենամահաբեր ոստիկանական գործողությունն է եղել։ Հայտնի է 64 զոհվածի մասին, նրանց թվում 4 ոստիկան, մի քանի խաղաղ բնակիչ։ Ըստ լրատվամիջոցների, բանդայի անդամները կատաղի դիմադրություն են ցույց տվել։ Այրվող մեքենաներով, ավտոբուսներով փակել են քաղաքի հիմնական մայրուղիները։ Առաջին անգամ հանցավոր խմբավորումը օգտագործել է զինված անօդաչու թռչող սարքեր ոստիկանական ուժերի վրա պայթուցիկներ նետելու համար։ Գործողության պատճառով տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ են փակվել։ Բնակիչները ավելի քան 12 ժամ չեն կարողացել դուրս գալ փողոց։ Արյունահեղ մարտի ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Կարմիր հրամանատարության պարագլուխներից Յակո դու Նասիմենտո Մենդեսին։ Գործողության ընթացքում առգրավվել է զենքի մեծ զինանոց, հարյուրներով գրոհային հրացաններ, ատրճանակներ եւ նռնակներ։ Ըստ իշխանության, գործողության նպատակն էր կանխել Կարմիր հրամանատարության տարածքային ընդլայնումը։